Այստեղ ասեմ, որ առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, եղել է փետրվարի 12-ին։ Փետրվարի 12-ից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ եւ հաջորդ քրեական վարույթը արդեն նախաձեռնվել է ապրիլի 22-ին։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա կենտրոնացնել, որ պատկերացրեք ինչի մասին ենք խոսում։ Առաջին հաղորդումը, որը տրվել է, ընդ որում հաղորդումները տրվել են դպրոցի տնօրեն, հոգեբան, հավաքարարի կողմից, ովքեր նկատել են երեխաների նկատմամբ տեղի ունեցողը, այսինքն տեսել են, որ երեխաներին բռնի կերպով, ուժով, չեմ ասում ուժով, համոզելով, անընդհատ փորձում են ինչ-որ տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները, ինչի եմ ասում տարբեր մարդիկ, որտեղ մենք հայտարարում ենք, որ 3 անձանց մասին է այս ամենը, որը տեղի է ունեցել, 3 անձինք են ներգրաված, 3 անձանց մասով քննությունը կարելի է ասել կատարվել է ոչ թե քննչական մարմինների կողմից, այլ մեր կողմից, այդ բացահայտումը կատարվել է, Սյուզին արդեն հրապարակել է եւ 3-4 օրվա ընթացքում մենք ենք հավաքել այդ ամբողջ ինֆորմացիան, որը 3 փորձեցինք տրամադրել նաեւ քննչական մարմինին։ Թեպետ արդեն գտնում եմ, որ ապարդյուն էր այն ամենը, ինչը որ մենք 3 տրամադրեցինք վեդու քննչական մարմիններին։ Ինչևէ, փետրվարի 12-ից սկսած, մասնավորապես 15 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով հարուցվել է քրեական վարույթ եւ արդեն այսօր մայիսի 6-ն է եւ այդ վարույթով դեռևս չունենք ձերբակալված անձ։ Չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ։ Եվ եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինը եւ ընդհանրապես պատկան մարմինները տեղում լինեին, դատախազությունը նաեւ, ապա չէր լինի հաջորդ դեպքերը, որը շարունակաբար կրկնվել է 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Դուք պատկերացրեք, թե ինչպիսի անգործություն, չգիտեմ, անգործություն է, հովանավորչություն է, թե չեմ կարող այդ բառը գտնել, որպեսզի ներկայացնեմ ձեզ, ինչ է տեղի ունեցել, ինչի հետևանքով այդ երևույթը ծնել է հաջորդ հանցագործությունը եւ հաջորդող հանցագործությունները, որտեւ այս դեպքերից հետո արդեն ընտանիքի անդամները տեսնելով, որ մասնավորապես հորեղբայրը տեսնելով, որ պաշտպանությունը պետական մարմիններից չի գտնում, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ եւ մի քանի օր առաջ արդեն իսկ տեղեկացել եք, որ նա մարմնական վնասվածքներ էր թեպետ ոչ ծանր, միջին ծանրության, որքանով որ ես եմ տեղեկացված, միջին ծանրության վնասվածք էր հասցրել մանկապիղծներից Դավիթ Այնազյանին, այո, կրկին անգամ կրկնում եմ, ինձ թույլ եմ տալիս ասելու մանկապիղծ, որտեվ այն ամենը, ինչը լսել եմ երեխաներից մայիսի 3-ից սկսած, այլ բան ինձ թույլ չեմ տա, այլ կերպ թույլ չեմ տա ինձ, որպեսզի արտահայտվեմ նրանց մասով։ Եվ այսօր նորից դեպք է տեղի ունեցել, որին կանդրադառնամ քիչ հետո։